իրականում դժվար է ասել, թե ով կարող է լինել հաջորդ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը։ Իրանում միանշանակ կան մարդիկ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, բայց շուտ չի կարող ասել, թե ի վերջո ում կնախընտրեն այն էլ այս պատերազմական իրավիճակում նման պաշտոնի ղեկավարումը։ Իհարկե կարող ենք այսպես ինչ-որ տեխնատուներ ունենալ մեր մտքում, օրինակ Սաիդ Ջալիլին կամ նախկին քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը, բայց սրանք զուտ որպես հավանական տեխնատուներ, որ մենք կարող ենք նկատի ունենալ, դա չի նշանակում, որ հենց նրանցից ինչ-որ մեկը կարող է ընտրվել, զուտ պետք է սպասենք, հասկանանք Իրանում ինչ որոշում կկայացնեն այս պաշտոնի մասով, ու նաև կախված է ինչ տեխնատու կլինի որ հոսանքից, դա ևս իրադարձությունների հետագա զարգացման վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ։ Իհարկե այս պայծրությամբ պարզապես կարող ենք մենք ֆիքսել, որ Լարիջանի կորստով կարող է Իրանում պահպանողական եւ ուժային թեւի դիրքերն ամրապնդվել, նման միտումներ արդեն իսկ կան այս պատերազմի մեկնարկից ի վեր, եւ քանի որ Լարիջանին ինքը ավելի պրագմատիկ գործիչ էր, չափավորական կերպար էր, նա ուներ որոշակի զսպող հավասարակշռող դերակատարում, չնայած չի նշանակում, որ այդ դերակատարումը կարող էր լիովին իրագործել, ելի նույն այս պատերազմի ընթացքում մենք ականատես ենք եղել նման իրավիճակի, երբ ամեն դեպքում պահպանողական գծի ներկայացուցիչներն են ասել վերջին խոսքը, բայց ամեն դեպքում նա այնպիսի ֆիգուր էր, որը կարող էր տարբեր թևերի հետ համագործակցել, երկխոսել ու նաև հենց նահանգների արևմուտքի հետ երկխոսության տեսանկյունից էր Լարիջանին այսպես ավելի բռնելի կերպար։ Ու հիմա կախված սրանից, թե ով կլինի, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ պարզապես այդ պահպանողական գծի գծի դիրքերի ամրապնդմանը մենք ականատես կլինենք։ Եթե օրինակ հիշատակած Ջալիլին լինի, նա ուլտրապահպանողական գործիչ է ու այդ առումով իրավիճակը շատ ավելի կոշտացման կգնա, բայց սա զուտ որպես այսպես հավանական տեխնատու ենք նշում եւ ոչ արդեն իսկ քննարկված տեխնատու։ Իհարկե իրանական համակարգը շատ կուր համակարգ է եւ ինստիտուտները շարունակում են գործել անկախ անձերից, դա այդպես եղավ անգամ գերագույն առաջնորդի սպանության դեպքում, բայց միևնույնն է յուրաքանչյուր անձ ունենում է իր որոշակի դերակատարումը եւ դրանով պայմանավորված որոշակի փոփոխություններ ամեն դեպքում կարող են լինել, դրանք կարող են լինել անգամ ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ, բայց դրանք միևնույնն է լինում են եւ Ալի Լարիջանին որպես կարևոր ֆիգուր Իրանի համակարգում մեծ դեր էր զբաղեցնում եւ նույն Ալի Խամենեի կողմից ըստ էության նրան էր պատվիրակվել ճգնաժամային իրավիճակում երկրի կառավարումը, հետաբար նման ֆիգուրի վերացումը տրամաբանական է, որ կարող է լինել Իրանի հակառակորդների օրակարգում, ընդ որում այստեղ ֆիքսենք, որ հենց Իսրայելն է նրան սպանել ու եթե օրինակ դիտարկենք այն համատեքստում, որ Լարիջանին այնպիսի կերպար էր, որ կարող էր նաև երկխոսել, արդյունավետ երկխոսել արևմուտքի հետ, ապա չենք կարող նաև բացառել, որ հենց դա հաշվի առնելով էլ օրինակ Իսրայելը թիրախավորել է Լարիջանին, քանի որ Իսրայելի համար երկխոսությունը ցանկալի չէ։ Այսինքն նաև այս համատեքստում կարող ենք դիտարկել ոչ միայն նրա ունեցած կշռի ու դերակատարման, այլև այդ արևմուտքի հետ հնարավոր երկխոսության։